Թորոսյան, տեսեք, դուք ձեր զեկույցում նշեցիք, որ ինչպես միշտ քաղաքացիներն են մեղավոր։ Այսինքն կոնկրետ դեպքում մի կողմը պետությունը որպես գործատուի ոչնչով մեղավոր չի։ Այդ հավաստիացումները մենք այս դահլիճում ձեր ներկայությամբ շատ ենք լսել փոխոստիկանապետի կողմից, որ ID քարտերի հետ կապված խնդիր չկա։ Այդ դեպքում ես խնդրում եմ բերեք անջատենք։ Ինչքանն է եղել։ Ես չեմ կարծում, որ մեկ ունեն ID քարտ եւ աշխատող լինի գործատու կոնկրետ ձեր մոտ եւ ինքը էլեկտրոնային եղանակով պայմանագիր չկնքի։ Դա կոնկրետ անժխտելի ոստիկանության տվյալ ծառայության մեղքն է, որի արդյունքում չէ կարողացել ծրագիրը ձեր սահմանված ժամկետում իրականացնել։ Բերեք ճիշտ ասենք, կամ եթե կա քաղաքացիների մեղքով եւ ես այդ ժամկետներն էլ համաձայն չեմ, դուք պետք է վերանայեք հետես, որտեղ բազմաթիվ այսպիսի ժամկետներ եղել, որի արդյունքում երկարացվե եւ ոստիկանությունը չի։ Ես գիտեմ բազմաթիվ երթեր հունիս ամսին, մարդ երթագրվել է հունիս ամսին, որ պետք է ID քարտի համար դա ID քարտ ստանա։ Պարոն Ղազարյան, ոչ մեկ չասաց, որ քաղաքացիները մեղավոր են, բացարձակ։ Ես ասում եմ, որ մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել իրենց ID քարտը վերցնել, որը անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար, բայց այլ 100,000-ավոր քաղաքացիներ էլ վերցրել են։ Մենք այս պահին խոսում ենք մոտ 200,000 քաղաքացու մասին, ով ունի աշխատանքային պայմանագիր, այսինքն գրանցված է որպես օրինական աշխատող պետական եկամուտների կոմիտեի համակարգում, բայց չունի ID քարտ, բայց այն մնացած 600,000-ից ավելին ունեն, եւ հետեւաբար դա քաղաքացու ընտրությունն է եղել եւ մենք խրախուսել ենք, որպեսզի տարբեր գործիքներից օգտվելու համար մեր քաղաքացիները դա անեն, նաեւ տվել ենք բավարար ժամանակ։ Ինչ վերաբերում է թողարկման խնդիրներին, մենք չենք վարանե դրա մասին խոսել, այո, այս ազգային ժողովում, այդ թվում նաեւ երբ որ ես падգամավոր էի, մենք մեր գործընկերների հետ բազմիցս խոսել ենք բիոմետրիկ անձնագրերի եւ նոր ID քարտերի համակարգի ներդրման կարեւորության մասին, այդ թվում նաեւ միջազգային հարցեր լուծելու մեր վիզաների ազատականացում եւ այլն, եւ նորից եմ կրկնում, մենք հասել ենք արդեն մեր վերջնական գծին, հա, այդ ռուսերեն ասած ֆինիշնի պրիմոյին, որ արդեն երևում է այդ վերջը, կա պետություն մասնավոր համագործակցությունը եւ այդ մասնավոր ընկերությունը, որը ընտրված է եւ ID քարտերի օրինակներն էլ արդեն կան, տպագրվելու են, բայց դա չի խանգարում հիմա էլ վերցնել։ Պարզապես մենք չենք կարող մեր քաղաքացի աշխատանքային իրավունքները ստորադասել իրենց իսկ կողմից այդ քարտը չվերցնելուն, հա, մենք իրենց ասել ենք, որ կա ժամանակ, խնդրում եմ գնացեք վերցրեք, պատշաճ եւ բավարար ժամանակ, այլ որոշ քաղաքացիներ դա չեն արել, մենք չենք ուզում, որ իրենց իսկ չվերցնելու պատճառով իրենք իսկ խնդիրներ ունենան։ Արձագանք։ Պարոն Թորոսյան, իհարկե, որ այդ քաղաքացիները պետք է անկախ պայմանագրի կնքման ձևից պետք է շարունակեն իրենց աշխատանքը, դա լինի թղթային, թե էլեկտրոնային, որտեղ պետությունը, սահմանադրությունը ասում է առաջին այդ մարդու շահերը պետք է գործատուն, բայց դուք հորդորելուց եւ պարտադրելուց օրենքով նաեւ պետք է պայման ստեղծեք մարդու համար, որ կարողանա մարդը ձեր առաջարկող պայմանից օգտվի։ Այսինքն դու մի կողմից պարտադրում ասում եք պարտադիր էլեկտրոնային ստորագրությունը, մյուս կողմից այդ մարդկանց համար հնարավորություն չեք տվել ողջամիտ ժամկետում կարողանան ձեր կողմից կամ կառավարության որոշում, հետեւաբար դուք այն ժամանակ ճիշտ չեք գնահատել այդ ռիսկները։ Այդ արդյունքում էլ եկել ենք ամեն օր արտերտ նիստ ենք անում, որպեսզի կարողանանք մենք այդ բացի տեխնիկական բնույթի բացը լրացնենք։ Այս ամբողջ խնդիրը պետք է տաս հնարավորություն հետո պահանջես, դու առանց հնարավորություն տալու մարդուց են ես պահանջը, որի ձեռքի չէր գործիքակազմը, ո՞նց է լուծելու։ Պարոն Ղազարյան, ինչպես նշեցի, թե այս գործիքից օգտվելու համար օրենքը ընդունվել է դեկտեմբերի 4-ին 2024 թվականի եւ լայն հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացվել։ Համակարգը նախագծվել եւ ներդրվել, այսինքն այն աշխատում է, բավարար ժամանակ է եղել նաեւ այլ գործիքներից օգտվելու համար ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն, բայց մենք հաշվի առնելով, որ այնուամենայնիվ մեր շատ քաղաքացիներ դա չեն հասցրել անել, խնդրում ենք ձեզ ազգային ժողովին թույլ տալ մեր այդ քաղաքացիներին այդ ամենը անել ավելի սահուն, մեղմ, առանց ստրեսերի ռեժիմով։ Շնորհակալություն։ Վլադիմիր Վարդանյան։ Պարոն Թորոսյան,